Բարև ձեզ Civilnet-ի հարգելի դիտողներ, առաջիկա րոպեներին զրուցելու ենք անչափահասների աշխատանքային իրավունքների և դրանց խախտումների մասին։ Իմ զրուցակիցն է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանը։ Բարև ձեզ, պարոն Թումասյան։ Բարև ձեզ։ Մինչև խախտումներին անդրադառնալը կխնդրեի մեր դիտողներին ներկայացնեք առհասարակ օրենսդրությունը ինչպես է կարգավորում աշխատանքային իրավունքները անչափահասների դեպքում, ինչ նրբություններ կան այստեղ եւ ինչ կոնվենցիաների կամ միջազգային փաստաթղթերի հետ գործ ունենք։ Շնորհակալություն հարցի համար։ Միանշանակ երեխայի իրավունքների ՄԱԿ-ի կոնվենցիան նախատեսում է, որ երեխան ունի աշխատանքի իրավունք։ Այդ իրավունքը ամրագրված է նաև մեր օրենսդրության մեջ աշխատանքային օրենսգրքում եւ այդ իրավունքով օժտված են բոլոր տարիքի երեխաները առանց որևէ սահմանափակման։ Այսինքն անգամ նորածին երեխաները ունեն այդ իրավունքը եւ ձևակերպումը հետեւյալ կերպ է իրականացվում, որ մինչեւ 7 տարեկան երեխաները կարող են շաբաթական աշխատել մինչեւ 4 ժամ տևողությամբ, օրական 2 ժամից ոչ ավել։ Այնուհետեւ ավելի բարձր տարիքի երեխաներ ավելանում է շաբաթական մինչև 6 ժամ, օրական 3 ժամից ոչ ավել եւ այդպես շարունակ։ Իհարկե սա վերաբերվում է այն դեպքերին, երբ որ օրինակ երեխային նկարահանում են ինչ-որ մանկական պարագաների գովազդի մեջ կամ ներգրավում են նմանատիպ աշխատանքներում, որտեղ պայմանագրի կողմ հանդիսանում է ծնողը, բայց հոնորար ստացողը դառնում է երեխան, որովհետեւ դա փաստացի դառնում է իր աշխատանքը։ Եվ տվյալ պարագայում որևէ սահմանափակումներ մենք չունենք երեխայի տարիքից ելնելով, բայց մենք ունենք աշխատանքի բնույթով։ Չի կարող երեխան ներգրավել այնպիսի աշխատանքներում, որոնք որ վնասում են նրա առողջությունը կամ արգելված են մեր ազգային օրենսդրությամբ, մասնավորապես 2005 թվականին ընդունված կառավարության որոշմամբ, որտեղ թվարկված են ոչ միայն աշխատանքները, այլ նաև որոշակի աշխատանքային հատկանիշներ։ Օրինակ, ինչ տարիքի երեխան, ինչ ծանրության բեռ կարող է տեղափոխել, ինչ ժամանակահատվածում, ինչ հեռավորության վրա եւ այլն։ Հավանաբար ոլորտները, չէ՞, աշխատանքային։ Նշված են նաև հատուկ ոլորտներ, այդ սահմանափակումները վերաբերում են բոլոր անչափահասներին, բայց վերջին տարիներին կատարված փոփոխությունների համաձայն 16 տարին լրացած անչափահասները մի փոքր ավելի մեծ ազատություն ստացան աշխատանքային իրավունքների տեսանկյունից եւ եթե մինչեւ 16 տարեկանների պարագայում պարտադիր է համարվում ծնողի համաձայնությունը, ապա 16-ից հետո ինքը արդեն ծնողի հետ համատեղ կողմ հանդիսանալով կարող է կնքել պայմանագիր։ Եվ դա շատ կարևոր է, ինչու, որովհետև երեխաների իրավասուբյեկտությունը պետք է դրսևորվի նաև աշխատանքային ոլորտում։ Եվ եթե երեխան իր առօրյան լրացնում է այս սոցիալապես ակտիվ, հանրօգուտ գործունեությամբ, այլ ոչ թե զբաղվում է բացասական կամ դեվիանտ ինչ-որ գործողություններով, որը ցավոք սրտի նույնպես շատ հաճախ է հանդիպում Հայաստանում, մենք պետք է դրանից միայն ուրախ եւ գոհ լինենք, որտեղ դրական իր գործողությունները, դրական իր միտումները, զարգացումը հաստատ ձևավորելու է շատ կարևոր հատկանիշներ նաև իր ամոթ ապագայում։ Չգիտեմ վիճակագրություն տարվում է, թե ոչ, բայց Հայաստանում շատ են երեխաներ ներգրաված աշխատաշուկայում։ Դա ինչպես հնարավոր է։ Ցավոք սրտի հատուկ նման վիճակագրություն չի վարվում, բայց դա միանշանակ հնարավոր է եւ ավելին այստեղ պետք է հաշվի առնենք, որ շատ է թաքնված աշխատանք, այսինքն ստվերային ոլորտում անչափահասների ներգրավումը լինում է անհամեմատ ավելի բարձր, քան գրանցված աշխատանքային պայմանագիր ունենալով, ծնողների համաձայնությունը ստանալով։ Մասնավորապես գյուղական վայրերում մենք ունենում ենք բազմաթիվ դեպքեր, երբ որ սեզոնային աշխատանքի մեջ են ներգրավում անչափահասները, օրինակ բերքահավաքի սեզոնին։ Պետք է հիշել հետևյալը, որ պարտադիր պայման երեխայի աշխատանքի համար դա այն է, որ երեխան չպետք է դա իրականացնի իր կրթության իրավունքի փոխարեն։ Եվ դպրոցից ազատ ժամերին է թույլատրվում երեխային ներգրավել այդ աշխատանքի, անկախ նրանից օրական 2 ժամ է, 3 ժամ է, թե 4 ժամ, ինքը դա չպետք է անի դպրոցի հաշվին։ Կրթության իրավունքը դա հիմնարար իրավունք է երեխայի եւ չպետք է խախտվի։ Ցավոք սրտի մենք ունենում ենք իրավիճակներ, երբ որ մարզերում անգամ դեռ ուսումնական տարվա ընթացքում երեխաներին արգելում են գնալ դպրոց եւ դրա փոխարեն տանում են տարբեր ինչ-որ բերքահավաքություն իրականացնելու, ինչը արդեն իսկ երեխայի խախտում է։ Ավելին որևիցե նշանակություն չունի դա անում է ծնողը, թե անում է այլ անձ, երկու դեպքում էլ դա արգելված է, իհարկե ստանում է տարբեր իրավական գնահատականներ։ Բայց եթե անգամ ծնողը գիտակցելով, որ երեխան ունի բոլոր հնարավորությունները դպրոց գնալու, բայց ինքը ասում է ոչ, ես մի շաբաթը դպրոց չես գնալու, այլ զբաղվելու ես մեր հետ աշխատանքով, դա նշանակում է, որ ծնողը ոտնահարում է երեխայի
կրթության իրավունքը։ Աշխատանքային իրավունքների ինչպիսի խախտումներ են նկատվում առհասարակ, մեկը կարծես թե դուք թվեցիք արդեն, կարող են լինել շատ տարբեր անչափահասների իրավունքները աշխատաշուկայում։ Առաջինը կարող է լինել աշխատանքային պայմանագրի բացակայություն, այսինքն ինքնին գործատուն չգրանցի այդ աշխատողին, գիտակցելով, որ անչափահասի հետ պայմանագիր կնքելը ճակերտավոր գլխացավանք է լինելու իր համար, որովհետև պետք է լինի համաձայնություն, տեսչական մարմինը հսկողություն կիրականացնի, որոշակի հավելյալ փաստաթղթեր, երաշխիքներ եւ այլն։ Ինչից ելնելով կարող է չկնքել պայմանագիր, օրինակ աշխատացնել խանութում կամ ինչ-որ ավտոլվացման կետում, եւ եթե տեղեկանա նախապես, որ լինելու է ստուգում կամ ինչ-որ այցելություն, ուղղակի երեխային ասի այսօրը չգաս, այսօր քո համար հանգստյան օր է լինում, վաղը կամ մյուս օրը կգաս։ Եվ այդպես է ստացվում, որ պաշտոնական ստուգումների, այցելությունների կամ այլ ինչ-որ նման միջամտությունների դեպքում մենք ունենում ենք ոչ իրական պատկեր։ Իհարկե ներկայդրությամբ տեսչական մարմինը օժտված է այդ գործիքակազմով, որ առանց նախազգուշացնելու կարող է գալ այցելությունների, բայց ցավոք սրտի հասցնում են ինչ-որ ձևով երեխաներին կամ թաքցնել, կամ զգուշացնել երեխաներին, կամ ձևացնել, որ այդ երեխան աշխատող չէ, ուղղակի պատահաբար հայտնվել է այդ խանութում կամ գտնվում է այդ տարածքում եւ այդպես պարզել, որ ինքը աշխատող է, չունեն։ Աշխատանքային պայմանագրի բացակայությունը ինքը իր հետ բերում է որոշակի հետևանքներ։ Ասեմ մի քանիսը, օրինակ երեխան ձեռք չի բերում արձակուրդի իրավունք, որտեղ ինքը պետք է ունենա պայմանագիր, առնվազն 6 ամիս աշխատելուց հետո ստանա այդ արձակուրդի իրավունքը եւ կարողանալ հանգստանալ։ Երկրորդը դա չի հաշվարկվում որպես նրան աշխատանքային ստաժ։ Իհարկե, որովհետև ինքը փորձ ունենալու համար պետք է գրանցված լինի, որպեսզի հետագայում երևա եւ երբ որ օրինակ երիտասարդը 25-30 տարեկանում գալիս է ինչ-որ միտեղ ընդունելու, ասում են ունես աշխատանքային փորձ, ինքը բանավոր թվարկում է բավականին շատ աշխատատեղեր, բայց փաստաթղթային առումով չի կարողանում հիմնավորել գոնե մեկը, որտեղ ինքը այդ աշխատանքը իրականացրել է։ Եվ նմանատիպ այլ շատ երաշխիքներից անչափահասը զրկվում է։ Երկրորդ խախտումը, որը կարող է տեղի ունենալ, դա ժամանակի խախտումն է, քանի որ անգամ 16 տարին լրացած անչափահասների պարագայում պետք է լինի 36 ժամյա աշխատանքային շաբաթ։ Շատ հաճախ իրանք խախտում են իրականացնում եւ ոչ միայն խախտում են այդ ժամային ռեժիմը, այլ նաև ներգրավում են անչափահասին նաև աշխատանքի գիշերային ժամերին, հանգստյան տոնորերին եւ այլ պայմաններ են ստեղծում, որոնք որ այլևս կառավարելի կամ վերահսկելի չի լինում, ինչու որովհետեւ որևիցե մեկը չգիտի թե ինչ արեց աշխատանք, ինչ բնույթի աշխատանք, ինչ մոտեցումներով եւ այլն։ Երրորդ խախտումը դա այն է, երբ որ անչափահասներին ներգրավում են այնպիսի աշխատանքի մեջ, որը որ ի սկզբանե արգելված է մեր օրենսդրությամբ իր բնույթով, ծանրությամբ կամ այլ հանգամանքներից ելնելով։ Օրինակ տարբեր ծանրության առարկաներ քաշ տալը կամ բարձրության վրա աշխատանքի իրականացումը կամ ծայրահեղ ջերմաստիճանների, այսինքն ցածր եւ բարձր ծայրահեղ ջերմաստիճաններում երեխաներին աշխատացնելը եւ այլ նմանատիպ իրավիճակներ, որը որ նորից դառնում է ոչ վերահսկելի։ Եվ իհարկե ամենածայրահեղ եւ ծանրագույն խախտումը դա երեխայի շահագործումն է կամ տրաֆիկինգը, որը արդեն համարվում է հանցագործություն, այլ ոչ թե լոկ աշխատանքային օրենսդրության խախտում, որի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով, որը պատժվում է մինչև 15 տարի ազատազրկում պատժատեսակով։ Ձեր միտքը շարունակելով զրույցի սկզբում էլ նշեցիք, որ ստվերային կողմ ունի այս ոլորտը, հաճախ ծնողներն են չէ ստիպում երեխաներին ոչ միայն աշխատել, այլ նաև մուրացկանությամբ զբաղվել, գուցե դասական իմաստով մուրացկանություն չէ, բայց ինչ որ փոքրիկ իրեր են վաճառում, Երևանում օրինակ հանդիպում եմ, չգիտեմ, մարզերում կան նման դեպքեր թե չէ, սա ինչպես է կարգավորվում եւ ոնց է որակվում այս քայլը առհասարակ աշխատանք է համարվում թե մուրացկանություն է համարվում։ Մենք շատ ճիշտ ասացիք, որ մուրացկանությունը կամ այդ նույն իրեր վաճառելը գոյություն ունեցող երևույթ է, բայց ինքը աշխատանք չէ։ Ինքնին մուրացկանությունը դիտվում է որպես կարեկցանք խղճահարություն առաջացնելով առանց որևիցե հատուցելի ծառայություն կամ գործողություն կատարելու անձանցից գումար ստանալը։ Այսինքն երեխան խղճահարություն է առաջացնում, փորձում է նրանց մոտ սոցիալական կամ հոգեբանական ինչ-որ խնդրի հիմքով ձևացնել գումար տալու ցանկություն եւ մեծահասակները գումար են տալիս։ Երբ որ երեխան վաճառում է
ինչ որ իրեր, դա կարող է լինել անձեռոցիկ, դա կարող է լինել, չգիտեմ, սրբապատկերներ, գրիչ եւ այլն, դա ընդհանրապես դիտվում է որպես ծառայությունների մատուցում։ Դա մուրացկանություն չի համարվում եւ երեխան մատուցում է ծառայություն, որի դիմաց վարձատրվում է։ Անկախ նրանից մենք գործ ունենք աշխատանքի, մուրացկանության, թե ծառայությունների մատուցման հետ, բոլոր 3 դեպքերում էլ հնարավոր են լինել հանցավոր դրսևորումներ եւ երեխան փաստացի շահագործվի այդ եղանակներով։ Օրինակ, պրակտիկայում մենք ունեցել ենք դեպքեր, երբ որ խորթ հայրը երեխային ստիպում էր զբաղվել մուրացկանության, ինքը անգամ ավտոմեքենայով բերում էր, երեխային թողում էր Երևան քաղաքում տարբեր փողոցների վրա, այնուհետև մի քանի ժամ հետո պայմանավորվածության համաձայն գալիս էր պայմանավորված վայր, կոնկրետ ժամ, վերցնում էր երեխայից գումարը եւ հետո հեռանում։ Երեխայի մայրը, այսինքն այդ խորթ հոր փաստացի կինը, ինքը տեղյակ չէր երեխայի մոտ նման խնդրի առկայության մասին, որովհետև ինքը զբաղվում է նորածին երեխայի խնամքով եւ դաստիարակությամբ եւ մտածում էր, որ իր առաջի ամուսնությունից որդին օգնում է իր երկրորդ ամուսնուն տարբեր աշխատանքներ իրականացնելու, բայց մուրացկանության փաստի մասին տեղյակ չէր։ Իհարկե, սա որակվեց որպես երեխայի շահագործում, անձը ենթարկվեց քրեական պատասխանատվության եւ ստացավ իրական ազատազրկման ձևով պատիժ։ Այլ դեպքեր մենք ունենք, երբ որ երեխաներին շահագործում են ինչ որ առարկաներ վաճառելով, բայց այստեղ չի կարելի կանխավարկածային ասել, որ բոլոր նման առարկաներ վաճառող երեխաները շահագործվում են, որովհետև նրանց մի մասը իրականում լուծում է սոցիալական խնդիր, այսինքն գտնվելով սոցիալապես անապահով ընտանիքներում կամ ունենալով որոշակի առողջական խնդիրներ ունեցող ծնող կամ քույր եղբայր, իրանք փորձում են այդ եղանակով լուծել իրենց հարցերը եւ անգամ եղել են շատ ծայրահեղ դեպքեր, երբ որ բավականին ապահոված ընտանիքից 2 եղբայրներ նրանք ուղակի ունենալով նպատակներ շատ հանգանոց հեծանիվ առնելու կամ ինչ որ այլ նմանատիպ առարկաներ գնելու եւ ծնողներին նեղություն չտալու ցանկությամբ իրանք դուրս էին գալիս փողոց եւ նկարներ էին վաճառում, որոնք իրանք էին նկարում, այսինքն այդ երեխաների դեպքում հստակ ստուգումներ են իրականացվել եւ պարզվել է, որ ոչ թե իրենց ինչ որ մեկը դրթում է նման գործողություն կատարելու, այլ իրենք կամովին գումար վաստակելու նպատակով են դա անում, բայց եթե ցանկացած օրինակ թեկուզ այս տեսանյութը դիտողանց տեսնում է իրավիճակ, որ երեխան մուրալուց կամ նման առարկաներ վաճառելուց հետո մոտենում է մեծահասակին, նրան է հանձնում գումարները եւ դա կատարվում է նաեւ երեխային այդ ընթացքում կամ ամոթանք տալով, եթե գումարը քիչ է, կամ հակառակը շնորհակալություն հայտնելով, եթե գումարը շատ է, կամ հենց այդ պահին գումարը մասնակի կիսելով, օրինակ վերցնում է երեխայից ինչ որ X գումար, այնուհետև մի քանի թղթադրամ վերադարձնում է, մյուսները պահում է իրար, այսինքն ճակերտավոր իրականացնում է շահույթի բաշխում, բոլոր այդ դեպքերում սա արդեն կասկածելի վարքագիծ է, որի մասին պետք է հայտնել իրավապահ մարմիններին, որպեսզի կատարվի ստուգում եւ հասկանանք այդ չափահասը երեխային շահագործում է թե ոչ։ Եվ զրույցի վերջում խոսենք առհասարակ այս խախտումների նկատելու եւ վերահսկողության գործիքների մասին, եթե չափահասները ունեն արհմիություններին դիմելու հնարավորություն, իրավապահներ կան ի վերջո, անչափահասների դեպքում ինչպես է սա կարգավորվում։ Ինչ որ հսկողություն է իրականացվում կամ առհասարակ անչափահասները դիմում են իրավապահներին։ Նայեք, որևիցե սահմանափակում մենք չունենք, այսինքն անչափահասները նույն ձևով կարող են դիմել եւ իրավապահ մարմիններին, եւ մարդու իրավունքների պաշտպանին, եւ հասարակական կազմակերպություններին, այսինքն օրենսդրական արգելք չունենք։ Գործնականում դա մի փոքր բարթեցված է երեխաների իրազեկվածության մակարդակի ցածր լինելու հետևանքով, որովհետև երեխաները շատ դեպքերում չգիտեն ում կարող են դիմել կամ որ դեպքում կարող են դիմել կամ առհասարակ չեն էլ գիտակցում, որ նրանց նկատմամբ իրականացվում է ինչ-որ մի խախտում եւ պետք է իրականացնել պաշտպանություն։ Ինչու, որովհետև շատ դեպքերում մեծահասակները ունենալով երեխայի վրա ազդեցության որոշակի լծակներ, երեխային համոզում են, որ դա բխում է իր առօրյայից, դա իր պարտադիր գործառույթն է, պարտականությունն է, երբեմն միակ լավագույն լուծումը, իհարկե, իրանք ազդում են երեխայի վրա, որի հետևանքով երեխան անգամ դիմելու հնարավորություն չունի կամ չի գիտակցում դա։ Բայց մենք քանի որ ունենք anti-trafficking.am կայքեջը, որտեղ կան բավականին շատ մեծ քանակությամբ սոցիալական գովազդներ, այնտեղ անգամ մուրացկանության, երեխաների տարբեր շահագործման աշխատանքային դրսևորումների հոլովակներ կան, իրենք շատ լավ իրազեկող նյութ են համարվում եւ տարբեր դպրոցներում եղել են
դասընթացներ, որտեղ երեխաներին ներկայացրել են եւ ասել, որ եթե դուք հայտնվում եք նման իրավիճակում կամ տեսնում եք նման իրավիճակ, դիմեք տարբեր անձանց, անգամ այն մարդկանց, ում դուք ուղղակի վստահում եք։ Դա կարող է լինել ձեր ուսուցիչը, դա կարող է լինել ձեր հարևանը, դա կարող է լինել ձեր ավագ քույրը, եղբայրը, ծնողը, այսինքն ում որ դուք կվստահեք եւ կպատմեք դա։ Եվ այստեղ շատ կարևոր գործոն է այս դեպքերը բացահայտելու համար հասարակության անտարբերության բացակայությունը։ Գոնե երեխաների առնչությամբ մենք չպետք է լինենք այդ աստիճան անտարբեր։ Իսկ ինչ է պետք անել, ինչ որ հարց, օրինակ, եթե ես նկատում եմ փողոցում ինչ որ իրեր վաճառող երեխայի, ոչ ակնհայտ մուրացկանությամբ զբաղվող, ինչ է պետք անել, ինչ որ հարցեր կան, որ կարելի է տալ կամ Միանշանակ կան հարցեր, բայց ես չէի ուզենա դա հիմա ուղիղ եթերով ասել, որովհետև հաստատ այդ ուղիղ եթերը կլսեն նաև երեխաներին շահագործողները եւ վստահաբար կպատրաստեն երեխաներին այդ հարցերին տալ հակառակ պատասխաններ։ Բայց նման դեպք անգամ իմ մասնակցությամբ է եղել, երբ որ ես տեսել եմ երեխային, տվել եմ որոշակի հարցեր, հասկացել եմ, որ իրան զուտ գումարը չի պետք, այլ կա որոշակի այլ նպատակ, ավելին շատ մեծ նշանակություն ունի նաև երեխայի հակուկապը, արտաքին տեսքը, մնացած բոլոր պայմանները, ինչից ելնելով ես ահազանգել եմ ոստիկանություն, որպեսզի շատ արագ ստուգեն այդ երեխայի հետ տեղի ունեցածը եւ երեխաների առնչությամբ մասնավորապես, բայց տրաֆիկինգի բաժինը ոստիկանության շատ լավ է գործում, շատ օպերատիվորեն ստուգում են բոլոր տվյալները, որոնք որ վերաբերվում են հնարավոր շահագործման դեպքերին եւ ըստ իրավիճակի արդեն կարողանում են կողմնորոշվել։ Ավելին ասեմ, ես օրինակ միշտ խորհուրդ եմ տալիս քաղաքացիներին, որպեսզի իրենք նման դեպքերը տեսնելու պարագայում պարտադիր տեսաձայնագրեն դա։ Իհարկե շատերը ասում են, որ դա խախտում է երեխայի իրավունքը, բայց դա երեխայի իրավունքի խախտում չէ, եթե այդ տեսանկարահանումը հետագայում չտարածվի համացանցում կամ այլ եղանակով։ Եթե տեսանկարահանում են բացառապես իրավապահ մարմիններին փոխանցելու, որպես փաստ ներկայացնելու եւ այդ փաստի հիման վրա որոշակի օպերատիվ հետախուզական գործողություններ կատարելու համար մենք այստեղ խախտում չունենք, բայց եթե դա տեսանկարահանում են հետագայում PR-վելու, երեխային պախարակելու, վարկաբեկելու, պիտակավորելու կամ այլ նմանատիպ եղանակներով այդ տեսանյութը օգտագործելու, միանշանակ մենք ստեղ ունենք խախտում, ընդհանուր կարող է լինել միջև հանցավոր դրսևորում։ Իսկ նման շահագործումների դեպքերը շատ են բացահայտվում վերջին շրջանում։ Միանշանակ երևի լսել եք, որ ազգային ժողովում գլխավոր դատախազի տարեկան զեկույցի ժամանակ ներկայացվեց, որ աճ ունեն 23 թվականի համեմատ 24 թվականի վիճակագրությունը տրաֆիկինգով աճել է 83%-ով։ Այսինքն սա նշանակում է, որ համարյա կրկնակի են դառել տրաֆիկինգի դեպքերը, բայց սա ոչ միայն դեպքերի ավելացման մասին է խոսում, այլ նաև բացահայտման, որովհետև անցյալ տարի բացահայտվել են անգամ դեպքեր, որոնց շահագործումը սկսվել է դեռ 5-7 տարի առաջ եւ տրամաբանականը ինքը այս պահին բացահայտվելով դիտվում է որպես 24 թվականի դեպք, բայց իրականում շահագործումը սկսվել էր 16 թվականից, 19 թվականից եւ այլն։ Այսինքն այստեղ մենք կարող ենք ասել, որ նույն իրավապահ մարմիններին վստահելու, նրանց դիմելու, դրա մասին բարձրաձայնելու, նաև իրավապահ մարմինների կողմից համապատասխան ճիշտ գործողություններ կատարելու համար մենք ունենք այո բարձր վիճակագրական տվյալներ, բայց դա չպետք է մեզ վախեցնի, հակառակը թող բոլոր դեպքերը հնարավորինս շուտ բացահայտվեն, որպեսզի տարիներ շարունակվող շահագործման դեպքեր մենք չունենանք։ Շնորհակալ եմ, պարոն Թոմասյան։ Ձեզ շնորհակալություն։